Որոշել եմ ամսական խնայողություն անել եւ այդ ամսական խնայողությունը ներդրում անել որևէ ակտիվի մեջ։ Ինքս լինելով տնտեսագիտության թեկնածու, երկար տարիներ դասավանդելով, 20 տարուց ավել աշխատելով բանկային ոլորտում, բնականաբար ես չէի կարող խորը վերլուծություն չանել միջև որոշում կայացնելը։ Իմ այդ խորը վերլուծությունը ցույց տվեց, որ ես պետք է ներդրում անեմ Դալան տեխնոպարկի պարտատոմսերի մեջ, որի տեղաբաշխումն իրականացրել է Cube Invest ներդրումային ընկերությունը։ Ինչու հենց այդ տարբերակը ընտրեցի։ Նախ եւ առաջ Cube Invest-ի երկար տարիների ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը ինձ ցույց տվեց, որ իրանք միշտ ապահովել են բարձր եկամտաբերություն խելամիտ ռիսկի շրջանակում։ Հիմա էլ, եթե մենք նայում ենք Դալան տեխնոպարկի պարտատոմսերը, դրամայինները 13.5% եկամտաբերություն են ապահովում, որոնք արդեն իսկ ամբողջությամբ տեղաբաշխվել են, իսկ դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 8.75%, որտեղ էլ ես հենց ներդրումս կանեմ։ Բացի այդ, Cube Invest-ը ունի բարձր վարկանիշ, որը ստացել է միջազգային հեղինակավոր Fitch ռեյտինգային կազմակերպության կողմից։ Եվ երրորդն էլ, ես ինքս, դա գիտեք, տեխնոլոգիական որպես բլոգեր, բնականաբար հետաքրքրված էի ներդրում անել տեխնոլոգիաների հետ կապ ունեցող ինչ-որ մի ոլորտում, այդ առումով Դալան տեխնոպարկը դրան համահունչ էր, մասնավորապես իրենք նոր խոսք են ասում տեխնոլոգիական բիզնես կենտրոնների ոլորտում, համապատասխանելով միջազգային լավագույն տեխնոլոգիական ընկերությունների գրասենյակային տարածքների պահանջներին։ Ու հետեւաբար, որպեսզի այդ ներդրումը անեմ, ես անպայման պետք է գնամ բրոկերային հաշիվ բացեմ Cube Invest-ի գրասենյակում ու որոշել եմ, որ այդ process-ն էլ կնկարահանեմ ու հաջորդ իմ հրապարակման ժամանակ ցույց կտամ այդ հաշվի բացման, բրոկերային հաշվի բացման ողջ գործընթացը։ Դալան տեխնոպարկի մասին էլ տեղեկատվությունը պարտատոմսերի կտեղադրեմ հղումով տեքստի մեջ։